Փակ TV հեռուստալիքի բոլոր մշակութային ծրագրերը հովանավորվում են իրավապաշտպան Լևոն Բաղդասարյանի կողմից։ Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն նորից եթերում է եւ ողջունում է մեր բոլոր ունկնդիրներին։ Գիտեք, մեր ստեղծագործական խումբը մեկնում է ամառային արձակուրդների, բայց իհարկե մեր եթերը մենք, ինչպես ասում են, միշտ պահելու ենք մեր ունկնդրի համար կազմ ու պատրաստ վիճակում։ Եվ որպեսզի դուք կարողանաք ամենօրյա տարբերակով դիտել Փակ TV-ում տեղի ունեցող բոլոր տեսակի հաղորդումները, այսօրվանից մենք սկսում ենք մի նոր հաղորդաշար, ավելի ճիշտ մեր տեսադարանից վերցնում ենք կրկնելու տարբերակով մի երկարատև հաղորդաշար, որը դեռ մի քանի տասնյակ տարիներ առաջ կրում էր հին հեռուստացույց անունը։ Այսօր մենք այդ շարքը սկսում ենք եւ մոտ 20 օր մեր ունկնդիրները ամենօրյա ռեժիմով կարող են դիտել այդ շարքի ամենատարբեր բնույթի հաղորդումները։ Կարծում եմ դրանք շատ հետաքրքիր ինֆորմացիա են պարունակում եւ դուք մեծ հաճույք կստանաք դիտելով այդ հաղորդումներից շատերը։ Այսօր դրանցից առաջինը մեր եթերում է, իսկ թե որը դիտեցեք։ Բարև ձեզ բարեկամներ, եթերում հին հեռուստացույցի հերթական թողարկումն է։ Այսօր էլ փորձել ենք ձեզ համար հաճելի հանդիպում կազմակերպել։ Իհարկե, այդ մասին դուք կիմանաք քիչ հետո, թե ով է լինելու մեր ծրագրի այսօրվա հյուրը, բայց կարծում եմ, որ այն տեսանյութը, որը հիմա պիտի ներկայացնենք ձեր ուշադրությանը, անմիջապես կհուշի, թե ում հետ ենք այսօր հանդիպելու։ Մի խոսքով հետաքրքիր հանդիպում եւ մեր օրվա հերոսի հետ կզրուցենք տեսանյութի ցուցադրումից հետո։ I was born on Sunday. I was born on Tuesday. I was born on Wednesday. They were born on Tuesday. I don't care when I was born. If I was born, it was great. Yeah. I was born on Monday. She was born on Sunday. I was born on Tuesday. She was born on Wednesday. I don't care when I was born, but I know it was great. Yeah.
Yeah, give it up. Mr. Ricky Taylor. I was born on Tuesday. He was born on Wednesday. I don't care when I was born. Hey, it was great. She was born on Monday. Oh, yeah, baby. I was born on Sunday. Oh, baby. I love my Tuesday. Yeah, darling. Let's party on Wednesday. Ooh, yeah. I don't care when I'm born. I know when I'm born it was great. Ooh. I don't care when I'm born, but I know when I'm born it was great. I don't care when I'm born, when I'm born, when I know it was great. Hey, it was great. Yeah. Սիրելի բարեկամներ, դե հասկացաք, իհարկե, կոմպոզիտոր Գարի Քյոսոյանն է մեր հյուրը։ Գարի, ողջույն, բարով ես եկել։ Դիտեցինք քո գործերից մի քանիսը եւ պիտի ասեմ, որ հերոստատողներից շատերը իհարկե Հայաստանում քեզ շատ լավ ճանաչում են։ Ուղղակի մեր հերոստատողներին ասեմ, որ Գարին 15 տարի աշխատել է Միացյալ Նահանգներում, բայց կապը հայրենիքի հետ միշտ եղել է, նա միշտ եկել է Երևան համերգներով եւ մի խոսքով այն տպավորությունն է, որ նա ընդհանրապես չէ հեռացել Հայաստանից, Երևանից, որտեղ մնացել է միշտ նույն երևանցի Գարի Քյոսոյանը։ Ջազի մեծ վարպետ։ Պիտի ասեմ նաեւ, որ դեռ 1998 թվականին Գարին ճանաչվել է Միացյալ Նահանգների լավագույն ջազ երաժիշտը եւ նրա տեսահոլովակը արժանացել է նույնպես լավագույն ձայնապանակը նույնպես ճանաչվել է լավագույնը։ Մի խոսքով չնայած այդքան տարիներ անցել են, բայց դու միշտ նույնն ես մնացել, նույն այդպես լավ տրամադրված, լավատես է եւ ամենակարևորը, որ այսօր դու մեր ծրագրի հյուրն ես։ Բարով ես եկել։ Շնորհակալություն հրավերի համար։
Այ դիտեցինք տարբեր հատվածներ, ինչպիսի ասենք ապրումներ, նորից վերհիշեցիր անցած գնացած օրերը, չնայած այդ տեսանյութերից մի մասն էլ այնքան էլ վաղ անցյալում չի արվել։ 2005 թվականի համերգը նայեցինք նոր, որը առաջի իմ 7 տարվա վաղեմություն, այո։ Այստեղ Երևանում։ Երևանում, այո, առաջին համերգն այն ամերիկյան երաժիշտների հետ միասին, որի ներկա էր Մայսո Շարլ Ազնավուրը, եւ այդ համերգի ժամանակ կատարվեցին ամբողջին նոր գործեր, բավականին նոր գործեր, բավականին հաջող համերգ էր ինձ համար, որովհետեւ ստեղծագործական մի նոր քայլ էր դեպի ապագան, ասենք նոր գործեր, նոր մտածելակերպ։ Հայաստանի մայստրոյն ներկա էր Շարլ Ազնավուրը, հանդիպեցիք համերգից հետո։ Այո, իհարկե, ընդպիճմաններ հանդիպեցինք համերգից հետո, իհարկե։ Գոհեր։ Շատ գոհեր եւ Իհարկե մեծ երաժիշտ է Ազնավուրը, բայց կարծում եմ Գարիկ Հյուսյանի գործերը նրան տարբեր չեն թողել։ Մի քանի գործ շատ դուր եկավ, այսինքն մի գործ կար, որը կոչվում էր Shining Stars, փայլող աստղեր, որ ես գրել էի հատուկ այդ համերգի համար, նվիրված հայ երեխաների 15 թվականի հայ երեխաների, որոնք զոհ դառան 15 թվականի ցեղասպանությանը։ Մնացած գործերը բավականին հաջող գործեր էին, այսինքն ինձ համար նորությունները, որ կարողացան նոր ուժ տալ այդ հին ստեղծագործությունների նոր կատարման ձևով։ Ես պիտի ասեմ, որ հատկապես Եղեռնի թեման քեզանից անբաժան է միշտ, որտեղ հիշում եմ դեռ մի քանի տարի առաջ, երբ Արմեն Էլբակյանը բեմադրեց Մուսալերան 40-օրը, դու հատուկ այդ ներկայացան երաժշտություն գրեցիր։ Այո, առաջարկ եղավ։ Ինչպես եղավ առաջարկը։ Առաջարկ եղավ Արմեն Էլբակյանի կողմից 30 գրել, դա ինձ համար շատ մեծ պատիվ էր այդ թեմային անդրադառնալը եւ աշխատել Արմեն Էլբակյանի հետ։ Չեք պատկերացնում, որ աշխատանքը ինչպեսի սաուն եւ ոչ մի առանց ոչ խոչընդոտներից սկսվեց աշխատանք եւ փայլուն ձևով ավարտվեց։ Այսինքն իմ ու իր այդ աշխատանքը կապը եւ այդ մտքերի փոխանակումը եւ թեման, որ թեման շատ ակտուալ է ինձ համար եւ բոլոր աշխարհի մարդկության համար ակտուալ թեման, որը որ կա սեր, գեղեցկություն եւ անարդարությունը, որը Արզ է, երաժշտությունը, որ դու գրեցիք Մուսալերան 40-օրը ներկայացման համար, դա թատրոնում ձեր առաջին գործն էր։ Թատրոնում այո, առաջին գործ։ Որտեղ հիշում եմ, որ վերջերս էլ հատուկ երաժշտություն եք գրել Լեռներում կյանք կա ներկայացման համար։ Կարեն Ջանաբեկյանն էր գլխավոր դերակատարը, այո։ Այդ ներկայացման համար գրեցի 30 եւ դրանց առաջ ֆիլմի 30-ը եմ գրել։ Վիգեն Չադրյանի Լռության սիմֆոնիա։ Լռության սիմֆոնիան, եթե չեմ սխալվում, նաև Ռուբեն Քոչարի Արայդ ֆիլմի համար։ Մի խոսքով, թե թատրոնը, թե կինոն քեզ համար արդեն շատ հոգեարազատ ոլորտներ են։ Շատ հետաքրքիր է աշխատել։ Թատրոնի եւ կինոյի համար գիտեք ինչ, որովհետեւ կինոյի համար մի քիչ տարբեր է, կինոն նկարված արդեն ֆիլմը նկարելուց հետո պատկերին նայում եւ նոր ես գրում։ Իսկ թատրոնը մի քիչ տարբեր է, սցենարին կարդալով ես 30 գրում։ Այ գիտես, հիմա ուզում եմ մենք մեր զրույցը նորից ընդհատենք, որտեղ հիմա պիտի դիտենք մի հատված Մուսալերան 40 օրը ներկայացումից եւ այնտեղ հնչում է քո երաժշտությունը, այն վալսի կտոր հիշում ես։ Այո։ Դիտենք եւ վերադառնանք։ Շատ բարի։ Խնդրեմ։ Մեր հարսը շատ լավն է, Պետրոս։ Շատ անուշիկն է։ Բայց մոնդրեզի։
Ու երջանիկ ես այստեղ Ժուլիետ։ Կարիային հատվածը, որը մենք լսեցինք, շատ իհարկե ինքնատիպ է, շատ բնորոշ Գարիկ Քյոսոյան ստեղծագործողին։ Այ ասում ես, եթե կինոյում դու երաժշտությունը գրում ես դիտելով կադրերը, թատրոնում բոլորովին նայել, այսինքն նախապես ծանոթանում ես սցենարի հետ։ Այդ զգացմունքները սցենարը կարդալուց այդ պահին ես գրում, թե դա միջև ասենք ներկայացման փորձերը սկսվելն է ամեն ինչ։ Գիտեք, այս պարագայում այդ մի կտորի վրա մի քանի վարիանտ կար, վարսերի 3-4 կտոր, բայց ինչ խոսքը մտահոգություն ուներ, որ ընդհանրապես ներկայացման երազություն ունի ավելի դասական եւ եվրոպական հիմունքներով, քանի որ ստեղծագործություն գրվել է եվրոպացու կողմից, գիտեք, եւ խոսքը եվրոպական հայ եւ ֆրանսիացի ընտանիքի մասն է, կինը ֆրանսուհի եւ ամուսինը հայ, եւ եվրոպական դասիրակություն է, դա եվրոպական նիստուկած ամեն ինչ ընդհանրապես։ Եվ ժամանակի 15 թվականում հայերը, որ ապրում էին Թուրքիայում եւ մյուս աշխարհի ծայրերում, բավականին ցիվիլիզացված ժողովուրդ էին եւ նրանք միշտ եվրոպական երազությունը նախընտրելով, այսինքն եվրոպական հաշվի առնվելով է գրել անպատճառ եվրոպական ոճը պարտադիր է։ Անկամ քննադատություններ եղան, ինչի ներկայացում մեծ դուդուկ չկա, զուռնա չկա, ասած բաներ, բայց դա չտեսա այդ ներկայացման մեջ դուդուկ զուռնա ինչու։ Դրա կարիքը չկար։ Որտեղ ասում ստեղծագործությունը գրվել եվրոպացու կողմից եւ ստեղծագործությունը խոսում է այդ ընտանիքի մասին, որ շատ բարձր մակարդակն է։ Եվրոպական ապրելակերպով եւ եթե մենք վերցնենք մեր ընդհանրապես մեր դասական երազությունը միշտ հիմքը դասական երազությունն է։ Մեր ազգային երազություն, ասենք դասական ազգային երազություն, Խաչատուրյան վերցնենք ոնց է կոմպոզիտորի հիմքը դասականն է, իսկ դասականը Եվրոպայից է գալիս։ Ինչ խոսք հին դասականները կարող են նաև Հայաստանից գնահատել Եվրոպա, դասական հարմոնիկ լուծումները, լադերը, շատ որտեղ մենք շատ խորը լադեր ունենք, որը շատ մենակ ունին են մեր երաժշտության համար, որը իրենց ազդեցություն հաստատ թողել են եվրոպական երաժշտական արվեստի մեջ։ Բայց այ ես կներես, որ ընդհատում եմ, այ հետաքրքիր է, չէ՞ որ դու ասացի 15 տարի ապրել ես Միացյալ Նահանգներում, ամերիկյան այդ ապրելակերպը քեզ ավելի հոգեհարազատ էր, դժվար չէր, այսինքն ամերիկյան այդ միջավայրում ավելի այսպես ճանաչման արժանացած կոմպոզիտորին, այնուհետև անցնել եվրոպական որակին, եվրոպական այդ տեսակը մտցնել երաժշտական աշխարհ։ Չէր խանգարում, որովհետև ջազ առաջին հայացքից թվում է, թե ջազից հետո ասենք այդպիսի մի շատ բարդ դժվարին թեմա ինչպիսին ներկայացումներ շոշափում Ուսալերան 40 օրը բարդ հոգեբանական շատ ներկայացում, որը իդեպ շատ փայլուն է ներկայացրել Արմեն Էլբակյանը, այսինքն դժվար չէր քեզ համար ամերիկյան ոճը փոխել եվրոպականի եւ ստանալ այն անհրաժեշտը, որ ավելի կոսմոպոլիտ է։ Ասեմ որ չէ, որովհետև ջազ իր տեղ ունի, դասական իր տեղ ունի, ամեն ինչ իր տեղ ունի, ճիշտ ասած իմ մտածելակերպով, բայց իմ երաժշտության մեջ ես աշխատում եմ սինթեզ անել ամեն ինչը։ Հիմքերների դասական անգամ իմ ջազ կոմպոզիցիաները դուք լսեք, ստեղծագործությունները լսեք, հիմքը դասական հիմունքներով է դրված եւ չի դուրս գալիս ոչ մի ֆորմաների դասական եւ դրա մեջ ես փորձում եմ նորը, այսինքն հին դասական մտածելակերպի, հարմոնիկ մտածելակերպի վրա դնում եմ նորը։ Դրա համար եթե դա արվում է այդպես էքսպերիմենտներ, արդեն չի խանգարում ոչ մի նոր մտածելակերպ, իդեաներ դեպի դասական մտածելակերպը թատրոնի համար երազություն գրելու։ Չի խանգարում, դա օգնում է մեկը մյուսին։ Մեկը մյուսին լրացնում։ Իհարկե, որովհետև բազմակողմանի զարգացումները դա արդեն պարտադիր է համարվում, որպեսզի դու լսես ջազային ակորդների բանը փայլը դասական ակորդների համանշանները միասին ամեն ինչ դառնում է սինտեզ, որը մեջ դու արդեն փնտրում ես քոնը։ Այ ասացի, որ եւ կինոն եւ թատրոնը չնայած քեզ համար նոր ոլորտ էր, բայց որքան հասկացա, հաճույքով ես այդ գործը կատարում, ու երբ դու ստացար առաջարկ մեր հանրաճանաչ ռեժիսորներից մեկից, Վիգեն Չանդրանյանից իր Լռության սիմֆոնիայի համար երաժշտություն գրել, համաձայնվեցիր միանգամից, թե նախ պիտի տեսնել, ընկալել, մարսել
այնուհետև Ես Միացյալ Նահանգներում էի, Վիգեն Չարյանը զանգ տվեցին, ասեց ինձ առաջարկ կա, եթե հնարավորություն կա Երևան արի եւ գործը սկսենք։ Ճիշտ է, դες համար ամեն Երևան գալը մառիթեր չէի բացել, որովհետեւ ամեն Երևան գալը ինձ համար, գիտեք, մեծ բավականություն է գալիս Հայաստան։ Եվ դեռ մեծ առիթ, ասի հաճույքով համաձայնվեցի մի անգամից, ասի իհարկե։ Ամեն իրադարձ շատ հետաքրքիր էր։ Որպես ռեժիսոր շատ հետաքրքիր եւ թեման էր բավականին լավն էր, այդտենց առաջին փորձը եղավ Վիգեն Չեդրյանի հետ։ Այ հիմա ես առաջարկում եմ մենք մի հատված էլ դիտենք Լռության սիմֆոնիա ֆիլմից, որտեղ իհարկե հրաշալի դերասանների մի հավաքածու է աշխատում, մեր հայրենակար, այսպես ասենք, հայկական դերասանների մի փայլուն հավաստեղություն, եւ այն հատվածն եմ ուզում, երբ Կարեն Ջանիբեկյանը, որը մարմնավորում է այդ արվեստագետին, այո, նկարչին, եւ այդ հատվածի համար շատ պիտի ասեմ, որ ստացված երաժշտություն է գրել։ Հիմա որպեսզի խոսքերս այսպես ըմպագորգոր չընկնեն, նախ դիտենք այդ հատվածը եւ վերադառնանք տաղավար ու շարունակենք մեր զրույցը։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ զրուցակիցս կոմպոզիտոր Գարի Քյոսայանն է։ Գարի, դիտեցինք հատվածը Լռության սիմֆոնիայից։ Ես ուզում եմ մեկ անգամ ևս ասեմ, որ հրաշալի ֆիլմ է եւ հիշում ես ֆիլմը նույնիսկ ներկայացրեց Օսկարի, ցավոք չարժանացավ, բայց այնուամենայնիվ դա նոր խոսք էր մեր կինոյում եւ կարելի է մեկ անգամ էլ թեկուզ շատ ուշացումով շնորհավորել եւ Վիգենին եւ ստեղծագործական խմբին, բայց պիտի ասեմ, որ մենք նաեւ պիտի քեզ շնորհավորենք, որովհետեւ սա քո առաջի ֆիլմն էր, որտեղ դու երաժշտություն գրեցիր եւ ինչպես նշեցին կինոքննադատներից շատերը,
Քեսոյանի երաժշտությունը ոչ միայն չխանգարեց ֆիլմին, այլ ընդհակառակը շատ լրացրեց եւ ավելի ամբողջական դարձրեց։ Մենք այդ հատվածից էլ հասկացանք, որ դա այդպես է։ Այդ դու որպես կոմպոզիտոր, ստեղծագործող մարդ, ինքդ գոհ մնացիր այդ աշխատանքից։ Ճիշտ ասած, որոշ չափով այո, գոհ մնացի իմ առաջի փորձեր կինոյում։ Եվ ինչ խոսք, որ հիմա, որ ես մոտենայի նորից ֆիլմի գերացումելու, ինչ խոսք ավելի պրոֆեսիոնալ կլներ, ավելի լավ է երևի։ Չնայած դա ասում եք վատը չի, բայց առաջի փորձն էր։ Բայց թեմանից գրավեց եւ իրեն այդ Չալդերյանը դա շատ մեծ բավականություն է։ Չնայած պիտի ասեմ, որ Վիգենը անընդհատ ինքը եւ նկարում է եւ մոնտաժում է եւ քիչ է որոնք բոլոր դերերը խաղա, այդպես նկարահանման հրապարակում Վիգեն Չալդերյանը իսկական Ֆիգարո է։ Եվ այստեղ է եւ այնտեղ է ամենուր։ Իսկ երաժշտություն գրերուց չէր ասում, այս հատվածը փոխենք այսպես, այնպես։ Այս խոս աշխատում ենք իհարկե, աշխատում ենք։ Նորից ամեն մի կադրի, ամեն մի թեմայի վրա, այսինքն դա կար գլխավոր թեմա, կար երկրորդական թեմա, երրորդական թեմա, ամեն մի թեմայի վրա մենք ունենք մի քանի վարիանտ երաժշտություն։ Եվ հիշում եմ, մենք աշխատում ենք մի հատ տեղ, որ ոչ կոմֆորտ պայմաններում, որտեղ ժամանակ չկար ձայնագրություն անենք եւ ձայնագրությունը արվեց, ամեն ինչը ֆիլմը վերջացավ, պատկերացնում եք, եւ այն ժամանակ որ պիտի արդեն սեյվ անենք, պահեինք այդ երաժշտությունը, լույսերը անջատվեց, ամբողջը ջնջվեց։ Կորավ ամեն ինչը, պատկերացնում եք, մեր 2 ամսվա աշխատանքը ջուրը գնաց։ Հետո նոր լսեցինք նորից միասին, պատկերացնում եք Վիգենի վիճակը։ Բային վիճակը, պատկերացնում եք։ Դե դու շատ այսպես օլիմպիական հանգստություն ունեցող մարդ ես եւ կարծում եմ որ դու ավելի թեթև տարար կանցինք։ Հետո բայց հասկացա որ առելի աշխատանք նորից պիտի ամեն ինչ լավ է հիշում էի։ Չհիշեի ամեն ինչ կորեր նոր դասած մի ամսվա մեջ վերականգներ կետ ամեն ինչը։ Այսօր ընտրություն կար ամեն մի կադրի վրա, ամեն մի բաներ, այդպես։ Հետո շատ հետաքրքիր աշխատել իր հետ։ Ես 6 ամիս մնացի Հայաստանում, պատկերացնում եք։ Պաստորեն սա այն դեպքն էր, որ դուք աշխատանքի բերումով ստիպված էիք ավելի երկար մնալ Հայաստանում եւ դա իհարկե քեզ համար ամենահաճելի պահն։ Շատ ինչ։ Ես կարծում եմ, որ այդ ֆիլմից հետո երևի որոշեցիր վերջնական վճիռ ընդունեցիր վերադառնալ Հայաստան եւ նորից մշտական բնակություն հաստատել։ Որոշ բանը միշտ կար վերադառնալ Հայաստան, միշտ մտքի մեջ։ Ցանկությունը եղել է։ Իհարկե միշտ։ Չես ափսոսում, որ եկար եւ թողեցիր Միացյալ Նահանգները։ Այսինքն ես Միացյալ Նահանգները չեմ թողել, այսինքն դեռ երկու հայրենիք ունեմ Միացյալ Նահանգներն էլ, Հայաստանն էլ չեմ։ Բայց հիմա այստեղ ես տարվա Արուծի բաժինը անցկացնում, ասենք 7-8 ամիս մինիմալ այստեղ ես, չէ՞։ Բայց Հայաստանը ստեղծագործելը ինձ համար ավելի հարմար է ստեղծագործել, չգիտեմ ինչ որ ավելի լավ է զգում Հայաստանը այստեղ, ավելի հանգիստ է, ստեղծագործական պայմանների ինձ ավելի հարմար է, քան թե Միացյալ Նահանգները։ Ասացիր, գիտես, ավելի հեշտ է Հայաստանում ջազմենի համար ստեղծագործել, դե Միացյալ Նահանգները ջազի հայրենիքն է։ Ի վերջո, եթե չեմ սխալվում, երբ Լուի Արմստրոնգին հաստրեցին թե ինչ է ջազ, ասեց, եթե դուք հարցնում եք ինչ է ջազը, ուրեմն ավելի լավ է լռեք։ Երբեք չեք հասկանա։ Չեք հասկանա։ Այդպես որ Երևանում հասկանալ եւ ջազը եւ ավելի այդպես ժամանակակից երաժշտությունը մի քիչ գուցե դժվար կլիներ, բայց դու ինքդ ասացիր, որ հակառակը Հայաստանում քեզ ավելի հեշտ է։ Հանգիստ է ավելի ստեղծագործական մտնոլորտ է ստեղծագործելու համար։ Այնտեղ վազքը ավելի շատ է Միացյալ Նահանգներում, այդ վազքի մեջ փիրեն է այստեղ։ Կարի, ես պիտի հիմա առաջարկեմ եւս մի գործ դիտել քո ստեղծագործություններից եւ կարծում եմ, որ այնուհետև մենք պիտի հրաժեշտ տանք հեռուստադիտողներին։ Այդ իսկ պատճառով կուզենայի հրաժեշտ առաջ դու քո խոսքը ասեիր մեր բոլոր այն հեռուստադիտողներին, որոնք բարբերաբար դիտում են հին հեռուստացույց հաղորդաշարը։ Ճիշտ է, ցանկանայի մեր ժողովրդի, մեր հեռուստադիտողներին հույս, հավատ, սեր եւ ինչ խոսքից մեր ժողովրդին մեծ ցանկությամբ ցանկանայի գրագիտություն ամենասպարեզում։ Շնորհակալություն։ Սերի բարեկամներ, Գարի Քեսոյանն էր մեր ծրագրի հյուրը, մենք նրան հրաժեշտ ենք տալիս, իսկ դուք հնարավորություն ունեք վայելելու նրա գործերից եւս մեկը։ Այսօր այսքանը։ Ցտեսություն։